Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձություններն արդեն անցել են վառ երևակայության սահմանները։ Յուրաքանչյուր նոր սերիա հեռուստադիտողին դնում է նոր հանելուկի առաջ, խառնելով անցյալը, ներկան ու ճակատագիրը մի անբաժանելի հանգույցում։ Զարգացումները գնալով սրվում են, սյուժեն հագեցած է, այսպես ասած, հետաքրքիր զարգացումներով, իսկ կերպարների ճակատագրերն ավելի խճճված են, քան երբևէ։ Վերջապես հեռուստադիտողի երկար սպասված պահն իրականություն է դառնում։ Սոսը վերադառնում է Հայաստան, բայց այս վերադարձը սպասվածի պես ջերմ ու խորհրդանշական չէ։ Նա ստիպված է վերադառնում իր որդու Արամի ծանր առողջական վիճակի պատճառով։ Արամի հանկարծակի հիվանդանոց ընկնելը ցնցում է բոլորին, իսկ Սոսն ու Լիլիթը միանգամից խառնվում են ամեն ինչի մեջ, փորձելով հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել։ Մինչ Արամը պայքարում է կյանքի համար, դրսում հյուսվում են գաղտնի դավադրություններ։ Մյուս առանցքային իրադարձությունը Մերիի առևանգումն է։ Այս դաժան քայլը կրկին հիշեցնում է հեռուստադիտողին Բագրատի չարամիտ ու սառնասիրտ էությունը։ Սոսը տարիներ շարունակ զգուշացնում էր որդուն, որ չվստահի Բագրատին, բայց ինչպես շատ դեպքերում, նախազգուշացումներն անտեսվում են, իսկ հետևանքները դաժան են։ Բագրատը փորձառու մանիպուլյատոր եւ կեղծ պատվի մարմնացում իր ուզածին հասնելու համար պատրաստ է օգտագործել բոլորին, նույնիսկ հարազատ թոռանը։ Նրա ձեռագիրը մնում է նույնը՝ քողարկված չարություն, ժպիտի հետևում թաքնված մահացու հարված։ Մյուս կարևոր գիծը Սեմի պատմությունն է։ Վերջապես սկսում է բացահայտվել նրա հոր սպանության գաղտնիքը։ Տեսանյութերից մեկում ակնարկվում է, որ այն անձ, ով տարիներ առաջ սեղմել է զենքի ձգանը, իրականում եղել է Բագրատը։ Սեմը, ով մինչ այդ մեղադրում էր Հենդոյին, սկսում է կասկածել ամեն ինչի վրա։ Նրա աշխարհը կտրուկ փլվում է, երբ հասկանում է, որ պապը, ում վստահել է կուրորեն, կարող է դառնալ հոր մահվան պատճառը։ Նա չէ, որ գնաց Բագրատի մոտ ու օգնություն խնդրեց, բայց այս դեպքում նա հենց իրական մարդասպանն է։ Տվյալ դեպքում Արամի պապն է մարդասպանը։ Ինչպես կարող է Մերին Արամի հետ երջանիկ լինել։ Այս բացահայտումն անխուսափելիորեն բերելու է նոր հակամարտությունների, դրամատիկ ճշմարտությունների ու հնարավոր է վրեժի նոր պլանների։ Ինչ կլինի Արամի հետ։ Լավ նորությունն այն է, որ Արամը չի մահանալու, սակայն Արամի վերադարձը կյանք հիվանդանոցից չի նշանակում վերադարձ դեպի նախորդ խաղաղությանը։ Նրա հետ վերադառնում է նաև նոր կամքը փոխել իր կյանքը, ազատվել ստից ու սդահոտ շրջապատից։ Սոսը Արտաշես Մխիթարյանի խաղով մարմնավորված իր պինդ ու սկզբունքային ներկայությամբ սթափեցնելու է շատերին։ Սերիալի ստեղծագործական թիմը նոր շունչ է հաղորդում պատմությանը, ներգրավելով նոր դեմքեր, ծանոթ դերասանների նոր խաղային որակներ եւ ամենակարևորը՝ սյուժեի մշտական դինամիկ փոփոխություն։ Վերջին զանգը վերածվում է ոչ միայն սիրային դրամայի, այլ ամբողջ մի հոգեբանական թրիլերի, որտեղ յուրաքանչյուր հերոս քայլում է սրի վրայով։ Իր սերիալում ամեն ինչ հնարավոր է, ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալում կատարվող փոփոխությունների, նոր հեռուստասերիալների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին եւ ոչ միայն։ Ամենաթեժ ու հետաքրքիր սերիալները, սիրված դերասանների կողմից մարմնավորած կերպարների հետագա զարգացումները դեռ ընթացքի մեջ են, այնպես որ միացեք մեր ալիքին ու միասին կբացահայտենք, թե ինչ է սպասվում հետագայում։ Բագրատը կանգ չի առնելու եւ շարունակելու է բնականաբար չարագործություններ տարածել աջ ու ձախ։ Սոսը Արամին մի քանի անգամ զգուշացրեց, որ զգուշանա Բագրատից եւ մինչեւ վերջ չվստահի, քանի որ նա շատ լավ է ճանաչում Բագրատին։ Արդյոք Բագրատը կարող էր ձեռք բարձրացնել իր հարազատ թոռան վրա։ Արդյոք վտանգի պահին նա չի վտանգի նաև հարազատ թոռանը։ Այս եւ այլ հարցերի պատասխաններ կստանաք շատ շուտով։ Մինչ այդ Հենրին ու Անգելինան գտնվում են վատ վիճակում, այնքան վատ, որ Հենրին շատ շուտով հայտնվելու է կյանքի ու մահվան սահմանագծին։ Եվ որն է ընտրելու նա՝ ապրել հանուն ճշմարտության բացահայտմանը, թե մահանալ ու չզգալ այդ ցավը։ Բնականաբար Դիանա Գրիգորյանն այդպիսի քայլ չի անի եւ սերիալի գլխավոր հերոսը չի մահանա, բայց ամեն ինչ կփոխվի։
Ինչ հանգուցալուծում կունենա Հենրիի և Անգելինայի սերը, ցույց կտա ժամանակը։ Նրանց ծնողները չկարողացան երջանիկ լինել, արդյոք նրանք կկարողանան պայքարել իրենց սիրո համար և վերջապես երջանիկ լինել, թե անցյալից եկած անեծքը տարածվելու է նաև նրանց վրա ու թույլ չի տալու, որպեսզի նրանք ևս երջանիկ լինել։ Ամենաթեժ զարգացումները դեռ առջևում են։ Աննան ընտանիքի առաջ բացահայտում է իր իմացած իբրև թե ճշմարտությունն ու Ֆաինային ասում, որ Անգելինան իր հոր Միքայելի դուստրն է։ Իհարկե Ֆաինան անակնկալի է գալիս ու իրեն վատ զգում ու ճանաչում է հորը, նայում հոր աչքերի մեջ։ Սակայն Միքայելն իրեն ավելի լավ է զգում այդպես, քան Հենրիին ու Անգելինային միասին տեսնելու գաղափարը։ Նա մտածում է, որ երբ Անգելինան մոտ լինի Աննային, նա կհասկանա ճշմարտությունը։ Նշենք, որ ճշմարտությունը շատ մոտ է և շատ շուտով առանց նրանց օգնության էլ բացահայտվելու է ողջ ճշմարտությունը, իսկ թե ինչպես է բացահայտվելու և ովքեր են կանգնած ճշմարտությունը բացահայտելու ճանապարհին, կիմանաք, եթե միանաք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք լինելու են թեժ, հետաքրքիր և իհարկե լի բացահայտումներով։